Բարև ձեզ սիրելի բարեկամներ, առավոտի տաղավարում է Հայ-ԱՔՎ միավորման վարչության անդամ Ավետիք Քերոբյանը։ Շնորհակալություն Ավետիք։ Ողջույն, շնորհակալություն հավերի համար։ Առաջարկում եմ, որ մենք այսօր խոսենք ռազմարտության մասին, բայց սկզբից դրա հետ շահկապված հարց։ Հայաստանը ունի անվտանգության հայեցակարգ, այդպիսի փաստաթուղթ կար, բայց ոնց որ չկա։ Ուրեմն շատ հետաքրքիր հարց եք տալիս, որովհետև այո, այդպիսի փաստաթուղթ կար եւ այն անհետացել է։ Անհետացել է կառավարության կայքից, մինչդեռ 2020 թվականի հուլիսին այդ փաստաթուղթը հրապարակվել է, իհարկե իրավական կարգավիճակ չի ստացել իր նախորդի ի տարբերություն իր նախորդին, որովհետև նախորդը, որը գրվել եւ հրապարակվել էր 2007 թվականին, նախագահի հրամանագրով ինքը ստացել է իրավական կարգավիճակ։ 2020-ին հրապարակված փաստաթուղթը, որի մշակումը սկսվել է 2019 թվականին, որի մշակման աշխատանքային խմբի կազմում եղել եմ նաև ես, այն որևէ իրավական կարգավիճակ չստացավ եւ իմ չայլոց դրա հրապարակումից ընդհանրապես 2.5 ամիս հետո սկսվեց պատերազմը, որը էապես փոխեց մեր անվտանգային միջավայրը։ Եվ դրանից հետո որևէ նոր փաստաթուղթ չի մշակվել, չի հրապարակվել։ Անցյալ տարի փետրվարին ստեղծվեց վարչապետ կոչվածի որոշումով ստեղծվեց նոր աշխատանքային խումբ, որը պետք է մշակեր նոր անվտանգության ռազմավարություն, ոչ թե հայեցակարգ ռազմավարություն, եւ ես իմչալոց մասնագիտական հիվանդություն է դարձել, ուշով հետևում անվտանգության խորհրդի նիստերի մասին հայտարարություններին, հրապարակումներին, մեկ տարվա ընթացքում որևէ հիշատակում, որ անվտանգության խորհուրդը քննարկել է նոր անվտանգության ռազմավարության ընթացքը, մշակման ընթացքը չի եղել, այսինքն հանձնաժողովը աշխատանքային խումբը ստեղծվել է եւ պարապ, կարելի ասել։ Իմչայլոց նույն անվտանգության խորհրդի քարտուղարը ինքն է հեղինակը, այսպես ասած։ Ինքը պետք է հեղինակ լինի, այսինքն գործի տերը ինքն է եւ եթե այդպիսի աշխատանք կա հանձնարարված, դա իր հիմնական գործը պետք է լինի, որովհետեւ դրանից ավելի կարևոր գործ ազգային անվտանգության ռազմավարության, այդ անվտանգության խորհուրդը չունի անելու։ Պետք է վերլուծի անվտանգային միջավայրը, սպառնալիքները, կարողանա ձևակերպել ազգային շահերը մեր այսօրվա իրավիճակից եւ ընդհանրապես ով ենք մենք եւ ուր ենք գնում դրանից ելնելով եւ կարողանա ձևակերպել ռազմավարական նպատակները եւ ռազմավարությունը, ինչը չի արվում։ Բայց համաձայն եք Ավետիք, որ եթե ասում ենք հայեցակարգ, առավել եւս երբ ասում ենք ռազմավարություն, դա չպիտի ամեն րոպե փոխվի, հա։ Տեսեք, մենք մի քանի երկու շաբաթ առաջ Հայ-ԱՔՎ-ն ներկայացրեց ազգային անվտանգության ռազմավարության հայեցակարգը, որը մենք մշակել ենք ոչ միայն մեր ուժերով, այլ նաև ներգրաված փորձագետների, մասնագետների հետազոտություններ ենք իրականացրել, եւ կան տարբեր մոտեցումներ։ Օրինակ Միացյալ Նահանգներում այդ ռազմավարությունը 2 տարին մեկ թարմացվում է։ Նորովի չի մշակվում, 2 տարին մեկ թարմացվում է, իհարկե տեղի ունեցած եւ տեխնոլոգիական փոփոխությունների եւ ընդհանրապես աշխարհում տեղի ունեցած փոփոխությունների արդյունքում, օրինակ պատկերացրեք, անցյալ տարի ամռանը Պուտինը եւ Տրամպը հանդիպեցին Ալյասկայում, դա գլոբալ այսպես կառուցվածքում բան փոխեց, հա, որովհետեւ այդպիսի հանդիպում տևական ժամանակ չէր եղել, հա, Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի նախագահների։ Դա բան փոխեց։ Դրա հետևանքով ինչ որ բան պետք է թարմացվեր։ Իհարկե, այն ինչ որ գրված է, ասենք, գլոբալ դոմինացիայի մասով, հա, եւ Միացյալ Նահանգների այսպես ռազմական դոկտրինը ասում է, որ full spectrum dominance, հա, պետք է ծովում, ջրում, ցամաքում, ջրում, օդում, գետնի տակ եւ տիեզերքում ամբողջապես ծածկի եւ լինի ամենահզորը, հա, այդ իրենց ռազմական դոկտրինը եւ իրենց անվտանգության հայեցակարգը ռազմավարությունը այս դրա վրա հիմնված է։ Մերը ինչի վրա է հիմնված։ Հիմա այս անվտանգության խորհրդի քարտուղարը այսպես զրույցներում ասում է, որ օգոստոսի 8-ից հետո 25 թվականին մեր մոտ բան է փոխվել, բայց ինչ է փոխվել։ Ընդհանրապես տարածքներ լայնացել, հա, կամ հակառակորդները հրաժարվել իրենց ծավալապաշտական նկրտումներից կամ այս կամ այն, ոչ մի բան չի փոխվել։ Իրականում գետնի վրա չի փոխվել, մի հատ թուղթ է նախաստորագրվել ընդհանրապես։ Այդ շատ ցավալի է, որ այդպես նախորդ այդ 20 թվականի հուլիսին ընդունված բանում կան Արցախին վերաբերող 11 կետ,
Այո։ Որտեղ գրված է մասնավորապես թույլ տվեք չեմ կարող ինձ զսպել չմեջ բերել։ Մենք շարունակելու ենք սատար կանգնել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացմանը առանց սահմանափակման եւ հարկադրանքի։ Հակամարտության կարգավորման գործընթացում եւ հետ կարգավորման փուլում Արցախահայության անվտանգության ապահովումը գերակա պայման է եւ ենթակա չէ զիջման։ Մեջբերման ավարտը։ 6 տարում հիմա Արցախ բառը չի կարելի պաշտոնապես Արցախ ներողություն են խնդրում իրենց պատվիրատուներից ներողություն են խնդրում Արցախ բառը արտաբերելու համար ուրեմն այս վարչախումբը ինչ փորձել է հորինի վերածել է իրականում վերջում պատկերազարդ գրքույկի որը ընթերցանության էլ արժանի չէ նույնիսկ իհարկե ասենք այդ անվտանգության ռազմավարությունը պետք է մանրամասն ուսումնասիրվի հա դրանից բխող մնացած բոլոր ռազմավարությունները պետք է համապատասխանեցվեն դրան եւ միջոցառումներն էլ պետք է այսպես զուգընթաց եւ զուգահեռ ծրագրավորվեն պլանավորվեն բայց փաստը մնում է փաստ որ նույնիսկ դրանից 1 տարի հետո կառավարություն կազմելով այս խմբակելի կառավարության ծրագիրը ներկայացնում ժողովրդին քվե է ստանում նախընտրական խոստումները քվե է ստանում հետո բերում իր իսկ գրպանային ազգային ժողովով կառավարության ծրագիրը ներկայացնում որի մեջ կա այդ թվում նաև Շուշի եւ Հադրութի վերաբնակեցումը խաղաղ եւ մնացած ամեն ինչը հա ուրացել են ամեն ինչ ուրացել են իրենց խոստումները ուրացել են իրենց են ուրացել հա ես կարծում եմ որ այդ ազգային անվտանգության ռազմավարությունը գրող վերջում քաղաքական փաստաթուղթ դարձնող քաղաքական խմբակի մեջ կային մարդիկ որոնք անկեղծ հավատում էին որովհետեւ իրենց հայրերը մասնակցել են առաջի պատերազմին իրենք ընկերներ են կորցրել այդ պատերազմի ժամանակ, հա, իրենք անձամբ են ծառայել, գիտեմ մարդկանց, որոնք այն ժամանակ կառավարության կազմում եւ ծառայել են հայկական բանակում։ Ի տարբերություն այսօրվա պաշտպանության նախարարի, որը չի ծառայել հայկական բանակում, հա։ Կան որ ծառայել էին հայկական բանակում, կան որ անկեղծ մտածում են, որ այո, կարող են դա անել, բայց ուրացել են, իրենց են ուրացել, իրենց ընտանիքները, իրենց հայրերի հաղթանակն են ուրացել։ Հիմա ռազմավարության մեջ այդ ռազմարտությունաբերությունը այդ համակարգում ինչ տեղ է զբաղեցնում եւ արդյոք դուք այդ կոմիտեի նախագահն եք արդյոք ճիշտ է կարգավիճակը պետական որ դա մտնում է տեխնոլոգիաների նախարարության մեջ ուրեմն ռազմարտությունաբերությունը մեր անվտանգային համակարգում եւ ռազմական անվտանգության համակարգում այսպես չասեմ առանցքային բայց շատ կարեւոր դեր է խաղում այն իմաստով որ թույլ է տալիս ապահովել զորքերի մատակարարումները, ապահովել մատակարարումների անխափանությունը, քրիտիկական զինամթերքի տեխնիկայի մասով գոնե ինչ-որ չափով ինքնաբավության հասնել։ Ընդ որում պետք է ասեմ, որ այսօր ինչ-որ գծերով, հա, ինչ-որ ուղղություններով ինքնաբավության հասել ենք։ Մշակումների մասով, քանակի մասով իհարկե երբեք դեռ երկար ժամանակ չենք հասնի, որովհետև պետք է միջալոց վերանանք այն մտքից, որ մեր արտադրանքը պետք է այնքան արտադրվի, որ պահեստները լցնենք, ոչ պետք է այնքան արտադրվի, որ տևական ժամանակ մարտական գործողությունները կարողանանք վարել եւ չսպառվի, հա չվերջանա։ Այդ մոտեցումով պետք է աշխատենք, բայց ձեր հարցի մյուս մասին վերադառնալով, երբ որ 2019 թվականին այս կառավարությունը որոշեց այս վարչախումբը որոշեց պաշտպանության նախարարությունից տեղափոխել նորաստեղծ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության տակ, իրենք էլ այն ժամանակ չէին հասկանում ինչ բան է բարձր տեխնոլոգիական արդյունաբերություն։ Տեխնոլոգիաների տակ այն ժամանակ նախարարությունը գլխավորող նախարարը թվարկում էր նաև ֆիզիկան, քիմիան եւ նյութագիտությունը։ Պատկերացրեք, եւ հակառակը տիեզերական տեխնոլոգիաների եւ նանոտեխնոլոգիաների մասով վիճում էր, թե մենք ինչի պիտի դրանով զբաղվենք, մինչդեռ բարձր տեխնոլոգիական արդյունաբերություն ասելով այսօր հասկանում են առաջին հերթին նանո արդյունաբերություն եւ տիեզերական արդյունաբերություն։ Հա մնացածը էլի կարելի ասել, բայց դրանք օրգանական զարգացումներ, բայց դրանք տիեզերական տեխնոլոգիա եւ նանոտեխնոլոգիաներ, դրանք այսօր հեղափոխական տեխնոլոգիաներ։ Այն ամենը, որը ասենք 10 տարի առաջ հնարավոր չէր պատկերացնել, այսօր տիեզերքից գետնի տակ օգտակար հանածոներ են փնտրում եւ ընդամենը այսպես ցանկատարածության գույնը
որոշ ցանած հողի գույնը որոշելով կարողանում են կանխագուշակել թե ինչ բերք կլինի։ Հա, մոտապես պատկերացրեք, ասենք ինչ էական նշանակություն ունի մեր առօրյա կյանքում տիեզերական տեխնոլոգիաները։ Եվ նանոն միլիմետրից 1000 անգամ պակաս չափ ունեցող ռոբոտներ են ստեղծում, որոնք կարողանում են այսպես մի քանի մոլեկուլ դեղ վերցնել եւ տանել հասցնել այնտեղ, որտեղ պետք է մարդու մարմնի մեջ, կամ կառուցել այնպիսի կառուցվածքներ, որոնք հնարավոր չէր պատկերացնել, ասենք քիմիական եղանակով չես ստանում նյութի կառուցվածք, ֆիզիկական կամ նանոտեխնոլոգիական եղանակներով ստանում ես։ Եվ այդ ամենը կապ ունի պաշտպանության հետ։ Հիմա պաշտպանության նախարարությունից տեղափոխելով ռազմավարության հետ մտա նախարարության ենթակայության տակ, պատկերացրեք մենք ընկանք մի վիճակ, որտեղ նախարարի գործակարգավարական ժողովին նստած էր ռազմավարության կոմիտեի նախագահը եւ ասենք փոստային կապի վարչության պետը։ Անհասկանալի եւ ընդհանրապես ասած անկարելի վիճակ էր ստեղծվել այն իմաստով, որ այդ նախարարը ուղղակի անկարող էր իր պաշտոնեական պարտականությունները կատարել։ Ինչպես օրինակը բերեմ, ասենք ԿԳՄՍ-ԱԳԼՃԿ նախարարը, որ իր պաշտոնավարման ընթացքում հանդիպում ասենք Ծանրամարտի ֆեդերացիայի նախագահի հետ եւ նախադպրոցական կրթության վարչության պետի հետ, հա, կշիռներով եւ ընդհանրապես բնույթով տարբեր են, լրիվ տարբեր լիազորություններ են, լրիվ տարբեր գործառույթներ են եւ դրանից է գալիս այս կառավարչական խառնաշփոթը, քաոսը։ Իսկական ՊՆ-ում պետք է լինի, հա։ Ոչ։ Տեսեք, ռազմավարությունը լինելով պաշտպանության, տեխնոլոգիական զարգացման եւ տնտեսության, այսպես հատման կետում, իսկ ավելի ճիշտ է ասել կիզակետում, ավելի ճիշտ է լինի առանձին կառավարության ենթակա մարմնի նախարարության կամ կառավարության ենթակա կոմիտեի, ինչպիսի այդպիսիները կան, կառավարության ենթակա մարմիններ կան, հա, չթվարկեմ դրանք բոլորը, այդ կարգավիճակով, քանի որ ուրույն տնտեսական նշանակություն ունի հենց ռազմավարությունը, այն իմաստով, որ արտադրանքի պատվիրատուն, մենաշնորհ պատվիրատուն դա պետությունն է, հա, դա այնպես չի, որ ասենք սննդի արդյունաբերություն չի, որ Հայաստանում մի քիչ բան քիչ ծախես, մնացածը կարտահանես, հա, պետք է պետությունը այստեղ մենաշնորհ գնորդ է տեղում, հա, եւ պետք է նաեւ ներդրում կատարի, որպեսզի այդ արտադրանքը մրցունակ դառնա դրսում։ Ոչ միայն փողով պետք է ներդրում կատարի, այլ հոգացությամբ, մասնակցությամբ, ասենք փորձարկումների, փորձադաշտերի անարգել տրամադրումով եւ այլն։ Իմիջիայլոց այդ արտաքին գործընկերները շատ ուշադիր նայում են, տեսնեն թե դու տեղում քո բանակին ինչքան ես տալիս, որովհետեւ եթե ասենք մի տարի չպատվիրեն եւ դու բիզնեսից դուրս ընկնես, դա այդպիսի գործընկեր ոչ մեկին հետաքրքիր չի։ Իրենց հետաքրքիր է, որ քո պետությունը քեզից առնի այդ արտադրանքը եւ դու մնաս բիզնեսի մեջ 5 տարի հետո, 10 տարի հետո դու կարողանաս դեռ սպասարկես մատակարարված տեխնիկա։ Տիեզերքի մասին խոսեցիք, ես չեմ կարող չհիշել, որ մի քանի տարի առաջ այս իշխանությունը հպարտությամբ հայտարարել է, որ ինչ որ Ալբանիակ ունենք այնտեղ տիեզերքում ֆարֆարումը։ Ինչ է անում այդ Ալբանիակը։ Այդ Ալբանիակը բան չի անում, ինչպես նաև բան չի անում այն մյուս իսկապես հայկական Ալբանիակը, Հայասաթը, որը իմ ընկերների ուժերով ստեղծվեց եւ Իլոն Մասկի SpaceX-ի գրող հրթիռներից մեկով էլ բաց թողնվեց։ Դա իսկապես հայկական տիեզերական Այն մեկը հայկական չէր, այն մեկը իսպանական ընկերություն էր, որը արդեն պատրաստել էր եւ արդեն կազմակերպել էր դրա արձակումը եւ փաստացի Հայաստանի կառավարությունը գնեց արդեն պատրաստի եւ թռիչքի պատրաստ Ալբանիա, եւ հապճեպ շատ հապճեպ կատարվեց այդ ամենը, որ պատկերացնեք, ասենք մի Ալբանիակը սկզբից մինչև վերջ, ասենք մտահաղացումից մինչև թռիչքը անցնում է 18 ամսից ոչ պակաս ժամանակ։ Այդ Ալբանիակի փողը տվեցին 22 թվականի, եթե չեմ սխալվում, ապրիլին, 22 թվականի մայիսին այդ Ալբանիակը արդեն որ Armsat անունով սկսեց հեռացակել։ Հիմա այդ Ալբանիակը էլ չի աշխատում, որովհետև մթնոլորտի խիտ շերտեր են մտել եւ այրվել, ինչպես նույն բախտին է արժանացել նաեւ Հայասաթը, Հայասաթ 1-ը։ Եվ դա բնական է, ասենք այդ փոքր Ալբանիակների համար, որոնք չունեն սեփական շարժիչներ եւ չեն կարող։ Հիմա չկա։ Չկա։ Հա, չկա։ Իսկ ինչ պետք է անի։ Եթե անի։ Ուրեմն անելու համար պետք է տեղում զարգացնել տիեզերական արդյունաբերություն։ Ուրեմն Հայասաթը
այնտեղ որտեղ որ սարքվեց բազում տիեզերական լաբորատորիայում, այնտեղ ստեղծվել են արդեն պայմաններ ավելի մեծ, ավելի կարող, ավելի զարգացած տիեզերական ապարատներ սարքվելու, հա, ստեղծվել է մաքուր սենյակը, որտեղ կարող է հավաքվի տիեզերք թռնելու պատրաստ ապարատ, հա, ստեղծվել են ենթակառուցվածքներ, ստեղծվել է վերգետնյա հետևման կայան։ Միջարից այդպիսի մի քանի կայան կա Հայաստանում աշխատող, բայց միայն բազումքին է, որը ստեղծվել է հենց տեղական մասնագետների ջանքերով եւ կարողացել է սեփական ոնց որ սարքած արբանյակի հետ, սեփական սարքած հետևման կայանը կապը պահել, կապը ստեղծել եւ կապ պահել, հա, այդ արբանյակի կյանքի ողջ ընթացքում։ Եվ ստեղծվել են նաեւ կարողություններ, հմտություններ, օրինակ նույն այդ արբանյակի արձակումը սեփական ուժերով կազմակերպելու։ Հիմա պատկերացնեք ինչի մասին է խոսք գնում, ֆիզիկայի ինստիտուտի մաքուր սենյակում հավաքվել է այդ արբանյակը, գնացել է բազումքի մաքուր սենյակ, մաքուր, որ ասում ենք, այդ փոշու մի հատիկ էլ չի կպնում դրան, էլի այդ ընթացքում, հա, գնացել է բազումքի մաքուր սենյակ, սերտիֆիկացվել է այնտեղ, մաքսազերծվել է, այսինքն ավելի շուտ մաքսավորվել է, այդ ամեն ինչը փաթեթավորվել է, այդ ամեն ինչը կազմակերպվել է, տեղափոխում, գնացել, հասել է Վանդենբերգ, հա, տիեզերակայան, դրվել է տանող հրթիռի վրա եւ արձակվել տիեզերք։ Այդ կարողությունները ձևավորվել են Հայաստանում։ Հիմա պարապ են այդ կարողությունները, որովհետեւ երկրորդ արբանյակը չկա եւ այդ process-ն էլ չի գնում։ Հա, ես գիտեմ, որ բազումքը զբաղվում է դրանով եւ այնտեղից դուրս եկած կադրերը էլի տիեզերական տեխնոլոգիաներով զբաղվում են, բայց Հայաստանի կառավարությունը եւ դրա մաս կազմող գերատեսչությունները դրա հետ ընդհանրապես գործ չունեն։ Պետությունը պիտի փող դնի դրա վրա բյուջեից։ Իհարկե։ Հիմա տեսեք, երբ որ ես ժամանակին ասում եի, խոսքը գնում է 2019 թվականի կեսերին կամ վերջերին մասին, որ պետք է տիեզերական տեխնոլոգիայի մեջ փող դնել, մարդիկ ասում են պետք է հաշվել։ Աշխարհի երկու ամենահարուստ մարդը, Ջեֆ Բեզոսը եւ Իլոն Մասկը, լավ հաշվել գիտեն իրենց փողը։ Եվ հսկայական միջոցներ են ներդրել տիեզերական տեխնոլոգիաների զարգացման մեջ։ Մեկը Blue Origin-ն է սարքում, մյուսը SpaceX-ը եւ ավելի ու ավելի մեծ մասշտաբներ է դա ընդունում, տեսեք, ասենք Starlink-ի ցանցը, որ սարքել է Մասկը, հա, այնպես չի, որ դու այդ ցանցը սարքեցիր եւ ասենք քո 16000 կամ 18000 արբանյակը տիեզերքում հայտնվեց եւ վերջ լանելու բան չունես։ Չէ, դրանք անընդհատ շարքից դուրս են գալիս, անընդհատ ընկնում են ցած, որովհետեւ կյանքը վերջի վերջո տիեզերական ապարատների սահմանափակ է եւ պետք է նորացնես այդ պարկը, հա։ Եթե ծածկույթը որոշել ես, որ պետք է համաշխարհային սարքես կամ սարքես ավելի ու ավելի լավ։ Հիմա տեսեք, այս տարի արդեն կփորձարկեն տիեզերքից սովորական տիեզերական ցանցի հետ սովորական բջջային հեռախոսով կապը։ Այսինքն պարտադրել չի, լինի որ գետնի վրա լինեն բջջային կապի կայաններ։ Տիեզերական կայանները լրիվ հերիքելու են դրա համար։ Հիմա այդ անելու համար անընդհատ պետք է ինչ-որ բան անել։ Եվ նոր տեխնոլոգիաներ են զարգացնում, եւ նոր թռիչքներ են իրականացնում եւ այլն։ Հա, ընդ որում պետք է ասենք, որ Չինաստանն էլ է հագնացող թափերով այդ ամեն ինչը անում եւ հերո չեյներով, որ չինացիներն իրենք արդեն վերադարձվող առաջի աստիճան կունենան տիեզերական հրթիռի, ինչը անում է այսօր Իլոն Մասկը համարյա անխափան, հա։ Եվ դա էապես եւ էժանացնում է տիեզերական տեխնոլոգիան, տիեզերք մուտքը կամ ելքը կարելի ասել, հա։ Եվ էապես լայնացնում է այն հնարավորությունը, որ կարող ես օգտագործել հենց այդ տիեզերական ապարատները ունենալով կամ հասանելիություն ունենալով դրանց։ Մաս պետք է կազմես տիեզերական բանի ինդուստրիայի։ Այս կառավարությունը դեռ հաշվում է։ Դեռ հաշվում է, թե 6 տարի, առնվազն 6 տարի հաշվում է։ Իմիջիայլոց, ասեմ, 2022 թվականին կամ ձմռան վերջեր կամ գարնան սկիզբ հրապարակեցին համապարփակ տիեզերական ռազմավարության հայեցակարգ նախագիծ, հա, հայեցակարգ չէ, նախագիծներ, որում ես այն ժամանակ Infocom-ին շատ լայն հարցազրույց տվեցի, թղթով գրավոր, մատնաշիցի մի քանի փաստ։ Ուրեմն նախորդող 2 տարիների ընթացքում տիեզերական ճամբար էր կազմակերպվել անչափահասների համար։ Հա։ Այդ ռազմավարությամբ նախատեսվում են հաջորդող 5 տարվա ընթացքում 3 ճամբար կազմակերպել։ Այսինքն նվազող ցուցանիշներ էին դրած այդ ռազմավարության մեջ։ Բայց
այդ ռազմավարության նախագիծը ներկայացնելուց հետո կարծեմ մեկ անգամ է կազմակերպել այդ տիեզերական ճամբարը, եթե նույնիսկ կազմակերպել է, որովհետև մենք արդեն դրան չենք մասնակցել։ Ես ինքս մասնակցել եմ այդ առաջի երկու տիեզերական ճամբարի կազմակերպման աշխատանքներին, նույնիսկ դասախոսությամբ եմ հանդես եկել այդտեղ, եւ դրանից հետո ոչ մի բան։ Ընդ որում սա այս կառավարության ձեռագիրն է դա։ 21 թվականի փետրվարին ներկայացվեց թվայնացման ռազմավարությունը, եւ այս կառավարությունը ընդհանրապես մի քանի շաբաթ առաջ ներկայացրել է կառավարության որոշման նախագիծ, որ 1 տարվա ընթացքում պետք է բոլոր գերատեսչությունները թվայնացման այդ տվյալների փոխանակման շերտին միանալու բան ունենան, ծրագիր ունենան, եւ եթե այս տարվա կեսին պատրաստ չեն լինելու տարվա վերջին միանալու, պետք է ծրագիր ներկայացնեն հաջորդ տարվա կեսին ներկայացնելու։ Այսինքն ի սկզբանե դրել են ոչ մի բան չանելու հիմքերը, ծոլության հիմքերը։ Նույնը վերաբերում միջազգային ռազմարտությունաբերությունը, վերադառնանք մեր թեմային։ Վերադառնանք եւ խոսենք այլ զենքերի մասին, հա, ինչը մենք կարող ենք գնել, ինչը մենք կարող ենք սարքել, մենք չենք կարող Patriot համակարգ սարքել, օրինակի համար, որը 1 միլիարդ արժի, 1 մարտկոցը, հա, եւ պետք է ինչ-որ բան գնենք։ Այդ սահմանը ինչպես որոշվի։ Ուրեմն դրա համար պետք է սահմանես քո ռազմարտությունաբերական քաղաքականությունը։ Հա, պետք է ասես, թե ես ինչ ինդուստրիաներ եմ զարգացնում, ինչի համար, եւ դրանից առաջ պետք է ասես, թե ես ինչ ընդհանրապես ասած ինչի համար եմ բանակ պահում եւ ինչ կռիվ եմ ուզում անեմ։ Հա, մոտավորապես այսպեսի մի բան։ Զինված ուժերի ռազմական դոկտրին, բան եւ այլն, դա ամեն ինչից նոր պետք է բխի, օրինակ ռազմարտությունաբերական քաղաքականությունը, բայց ոչ միայն դրանից, հա, օրինակ, ասենք ուսումնասիրելով միջազգային ռազմական տեխնիկայի շուկան, կարելի է օրինակ ասենք ինչ որ կանխագուշակումներ անել, թե 5 տարի հետո ինչպիսի տեխնոլոգիաներ կամ ինչպիսի զենքեր կամ ինչպիսի զինամթերք նույնիսկ պահանջարկ կամ պահանջվածություն կունենա։ Հիմա 10 տարի առաջ ոչ մեկ չէր կարող ասել, որ գիտեք կամիկաձե անօթաչուները, այսինքն մեկ անգամյա օգտագործման հարվածային անօթաչուները լինելու է 10 տարի հետոյի ապագայի զենքը։ Չէին կարող ասել, բայց մարդ ինչ որ բաներ փորձում էին անել, հասկանալով, որ երբ որ դու կրակի գծից դուրս ես բերում օպերատորին, այսինքն զինվորին դարձում ես ոչ թե հրետանավոր, հա, հրետանուց տեղափոխում ես շատ ավելի խոր, պուլտի մոտ, գետնի տակ, ամենակարևորը, հա, պաշտպանված, այդ զինվորի Էջ պարտադիր որ արդեն իրեն ակցիոնես ռազմական համազգեստ, հեշ պարտադիր չի որ լինի տղա, հեշ պարտադիր չի որ լինի երկու ոտք կամ երկու ձեռը տեղը լինի։ Իսկ մենք այստեղ խոսում ենք լրիվ ուրիշ կարգի մասնակցության մասին։ Եվ հեչ էլ պարտադիր չի որ լինի Հայաստանում օրինակի համար։ Այսինքն դու դա կարող ես անել չափազանց, արդեն լայն տեսականի ունես կիրառման ձևով։ Ինչպես որ նրանցը Թուրքիայում է, չէ՞։ Այո։ Եվ այս ամեն ինչը անելով դու կարող ես արդեն որոշես, թե ինչ ես ուզում զարգացնես, ինչի համար ես դա անում, քո սեփական ուժերի մատակարարումը ապահովելու, թե երկրի տնտեսությունը զարգացնելու։ Հիմա արտահանումը դա տնտեսական զարգացման ձևերից երևի կարելի ասել առաջինն է, որովհետև թույլ է տալիս չեզոքացնել առևտրային այսպես ներկրումների եւ արտահանումների դիսբալանսը եւ գիտենք որ մենք ավելի շատ այսօր ներկրում ենք քան արտահանում եւ դա ասենք արտարժութային ռեզերվներ է պահանջում որ դու կարողանաս դա ապահովես, սպասարկես բոլոր երկրները աշխատում են ավելի շատ արտահանեն քան ներկրել եթե դու արտահանող ես քո հետ խոսում են եթե դու ներկրող ես քեզ ասում են ինչ անես էլի ռազմավարությունը նույնն է տրամաբանության այո եթե դու ռազմական տեխնիկայի շուկայում արտահանող ես հա տեսեք թե Թուրքիան ինչ է անում հա Թուրքիան այսօր թելադրում է Թուրքիան այսօր ռազմական անօթաչուների շուկայում միջազգային շուկայում 60%-ից ավել տեղ է զբաղեցնում այդ արտադրությունը չի ամբողջական հա դա միջազգային շուկայի մասին է խոսք գնում Նիգերիայից Մալիից մինչև Qırğızstan Էլ չեմ ասում, կարծեմ հարավային Ամերիկա էլ նույնիսկ Միացյալ Նահանգներն ինչ որ բան վաճառում եւ այլն, հա, այսինքն համաշխարհային խաղացող են դարձել։ Հիմա եթե սրանից 4 տարի առաջ մեր վերջին ռազմական ցուցահանդեսի ցուցանմուշներին նայենք, ասենք լիքը ընկերություններ, 10-ից ավել ընկերություն բերել ներկայացրել ռազմական նշանակության անօթաչուներ։ Նրանից մեկը նույնիսկ ցուցադրությունը կազմակերպել էր դրսում եւ մի ամբողջ օթային
նավատորմ էր ներկայացրել, հա, հետո էլ թուրքերը բողոքում էին, որ իսրայելական տեխնոլոգիաներ են օգտագործում, ինչը այդպես չէ, որովհետև ես այդ ընկերությանը ճանաչում շատ մոտիկից, հա։ Այս 4 տարվա ընթացքում շատ բան զարգացել է այդ ընկերությունների մոտ, այդ ընկերությունների քանակը կրկնապատկվել։ Արտահանում են մերոնք։ Արտահանում էլ կա։ Այո, արտահանում էլ կա, բայց այնպես չի, որ մինչև էդ էլ չկար։ Այդ ընկերությունից մի քիչ այնքում ներկայացված էր շարժական ռադիոլոկացիոն կայան, որի առաջին նմուշը արտահանվել է։ Իսկ պատկերացրեք, մեր ընկերությունից մեկը 15-16 թվականին արտահանել է 4 միլիոն դոլարանոց կամ նույնիսկ ավել ռադիոլոկացիոն կայան, որ գնացել մատակարարվել ՆԱՏՕ-ի անդամ երկրներից մեկին։ Ուր էինք այն ժամանակ արդեն, բայց այսօր այդ ընկերությունը ցավոք կանգնած է փակման եզրին, որովհետև պետական հոգացություն չկա։ Այդ ռադարներից պետք է ամիսը 2 հատ արտադրեն, մեկը մեր համար, մեկը արտահանման։ Բայց տարին 2 հատ էլ չեն արտադրում։ Չեմ կարող չհարցնել, քանի որ պատերազմ է գնում հիմա եւ մեր տարածաշրջանում, զենքերի թանկարժեք եւ ոչ թանկարժեք լինելու։ Իմ տպավորությամբ դուք ինձ կողեք, եթե սխալվում եմ։ Իսրայելի եւ Միացյալ Նահանգների տեխնոլոգիաները 2 սերունդ ավելի բարձր են, քան իրանականը, չէ՞։ Բայց այնպես չի, որ նրանք շատ տպավորիչ հաջողություններ են գրանցում։ Ինչու՞։ Ուրեմն այստեղ խիստ կախված է այնպես, թե ով ինչ պատերազմ է վարում։ Հիմա Իրանը համոզված է իր հակոթային պաշտպանության ոչ բոլոր միջոցներն հանել դրել բաց երկնքի տակ, որ հեշտ թիրախ դառնան ամերիկացիների կամ իսրայելցիքի համար, հա։ Եվ վերջի մի քանի օրվա ընթացքում ակնհայտ է դառնում, հաշվի առնելով, որ օդային կորուստներ են ունեցել Միացյալ Նահանգների ռազմաօդային ուժերը, հա, խփված ինքնաթիռներ կան եւ այլն, պարզ է դառնում, որ այնտեղ ամեն ինչի, որ ոչնչացված է, ինչպես պնդում են Միացյալ Նահանգները եւ Իսրայելը։ Եվ այստեղ կարևոր է թե ոչ միայն ինչ գնանոց զենքերով է կռվում իրար դեմ, այլ նաև ինչ հմտությամբ է դրանք օգտագործում եւ ինչ հերթականությամբ է կամ ինչ արագությամբ է դրանք սպառվում։ Հիմա Իրանը ավելի ու ավելի հզոր բալիստիկ հրթիռներ է կիրառում։ Հա, տեսնում ենք մասսայական ավերածություններ Իսրայելի ամբողջ տարածքում, Մերձավոր Արևելքում Միացյալ Նահանգների բոլոր բազաները կրակի տակ են, հա, բոլորը վնասվել են, մի մասը վնասվել են անդառնալիորեն, մի մասը վնասվել են կամ վերականգնումը տևելու է երկարաժամանակ եւ շատ թանկ է նստելու, եւ դեռ պարզել չի ով է այստեղ հաղթում։ Ընդհանրապես պարզ չի, որովհետեւ դատելով հռետորաբանությունից Միացյալ Նահանգները ինչ որ չափով այսպես հանկարծակի եկել, թե ինչքան երկար է տևում դիմադրությունը եւ ինչ ահագնացող չափերի է հասնում հակահարվածները։ Հա, եւ պետք է ասենք, որ հակոթային պաշտպանությունը միշտ հետևողի, այսպես հասնողի դերում է։ Հա, միշտ կարելի է ավելի էժան արտադրել հրթիռ, բալիստիկ, քան դրան որսացող հակոթային պաշտպանության հրթիռը։ Հիմա մենք ինչ կարող ենք անել։ Ինչ հետևություններ մենք կարող ենք դրանից անել։ Մենք պետք է շատ լավ եւ շատ մանրակրկիտ ուսումնասիրենք մեր փորձը առաջին հերթին եւ այս ընթացող պատերազմների փորձը երկրորդ հերթին։ Մերը ինչ եմ ասում, որովհետեւ մենք վերջի կռվելու ենք մեր տարածքում, հա։ Այնտեղ լրիվ ուրիշ տարածք է։ Իրանը 55 անգամ տարածքով ավելի մեծ է կամ 56 անգամ տարածքով ավելի մեծ է Հայաստանից։ Ունի ռազմավարական խորություն։ Մենք ռազմավարական խորություն, մեր ռազմավարական խորությունը չափվում է 5-10 կիլոմետրով, հա։ Մեր սահմանից ամենահեռացված կետը 67 կիլոմետր է։ Իրանի սահմանից ամենահեռացված կետը դրանից 2 անգամ 10 անգամ ավել կամ միգուցե ավելի, հա։ Եվ բնականաբար մեր ու իրենց արած կռիվը լրիվ տարբեր լինելու։ Մենք պետք է շատ մեծ ուշադրություն դարձնենք մոբիլ հակաօդային պաշտպանության համակարգերի վրա։ Օրինակ տոր կամ պանցիր կամ նմանատիպ եւ սեփական պաշտպանության միջոցների վրա։ Մենք պետք է շատ մեծ ուշադրություն դարձնենք ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցների վրա, որովհետեւ դրանք օգտագործելով կարելի է խափանել նույն այդ հակաօդային պաշտպանության միջոցները։ Հա։ Կարելի է ռեպով խափանել հարցակողական անօթաչուների մի մասը, մյուս մասը չի կարելի խափանել։ Դրանք կարելի է խափանել օրինակ լազերային միջոցներով, հա։ Իմիջիայլոց պետք է ասեմ, որ այդ ուղղությամբ լիքը բան ունեինք արած, բայց այս վարչապետ խումբը վերցրեց ու ոչնչացրեց Հայաստանի լազերային ինդուստրիան։ Լուծարեց լազերային տեխնիկա փակbaşնի տիրական ընկերությունը, որը հանդիսանում էր նաև LT Pirkal
ընկերության, որը հայ-հունական համատեղ ձեռնարկություն էր, հայկական բաժնեմասի տերը, հա, վերացրեց դա լուծարեց։ Ինչ հիմնավորմամբ։ Ոչ մի։ Ինչ հիմնավորում կարող է լինել ռազմական արդյունաբերական ընկերություն լուծարելու մեջ, հա։ Չարամի դիտավորությունը կարող է մեջ բերել եւ դատելով որոշ քայլերից այդ չարամի դիտավորությունը ավելի ու ավելի հավանական պատճառ է դառնում ինչ այլոց ասենք այդ նույն չարամի դիտավորությամբ նախորդող 5 տարիների ընթացքում ռազմարտությունության զարգացման բյուջեն չեն ծախսել։ Իսկ ոչ թե չեն ծախսել 100%-ը, ծախսել են շատ քիչ մասով։ Մինչդեռ պատկերացնում ենք, չէ՞, ասենք 20 թվականի պատերազմից հետո մեր ռազմարտությունության զարգացման բյուջեն պետք է 10 պատկված լիներ եւ տարվա կեսին պետք է սպառված լիներ այդ բյուջեն, նորից գային ուզեին, որ ավելի շատ բան մշակեն, ավելի շատ բան զարգացնեն, արտադրական տեխնոլոգիաները բերեն, տեղայնացնեն եւ այլն։ Բայց անցյալ տարի, օրինակ, հա, ծախսել են ռազմարտությունության զարգացման բյուջեն 40%-ից պակաս։ 5.7 միլիարդ պլանավորված էր, ծախսվել է 2.2-ը։ Գուցե դա պայմանավորված է ինչ որ քաղաքական ստրատեգիայով, որտեղ Փաշինյանը վերջերս ասել է, որ բանակը ոչ թե անվտանգության միջոց է, այլ անվտանգության ռեզերվ։ Այսինքն բանակի պաշտպանությանը պետք չի այդքան ուշադրություն դարձնել, պետք է խաղաղությանը ուշադրություն։ Գուցե, չգիտեմ, ես ենթադրում եմ։ Հիմա վերադառնանք մյուս հայտարարություններին, որ նախորդ 3 տարվա ընթացքում իբր թե 170 միլիարդ դրամի պայմանագրեր են կնքել, ինչի համար են կնքել այդ պայմանագրերը։ Եվ ինչի համար են, ասենք, հաջորդ, ասենք 26-ից 28 թվականների համար եւս 150 միլիարդ դրամ հատկացնում սերիական արտադրանքի արտադրությանը։ Հա, դա ինչի համար է։ Ասենք պատկերացնում եք, չէ, երկուսը իրար հետ, ասենք 6 տարվա ընթացքում 1 միլիարդ դոլար փող մոտավորապես։ Այդ 1 միլիարդով լիքը ուրիշ բան կարելի էր անել։ Հա, պետք է հասկանանք, որ այդ ռազմական տեխնիկան, այն սերիական արտադրանքը ինքը տնտեսական այլ հետագա կյանք չունի։ Այսինքն ինքը տնտեսության մեջ սպառված արդեն ապրանք է, այլ չի մասնակցում։ Եթե հաստոց առներ, արտադրական հոսքագծեր առներ, ասենք, չգիտեմ, ինչ ասես, հա, որը արտադրման պոտենցիալ ունի, նավթավերամշակման գործարան սարքեր կամ հեղուկ գազի գործարան սարքեր Հայաստանում, հա, եւ այլն։ Ասենք այդ ամեն ինչով կարելի է այդ ամեն ինչը անել։ Ու գալիս ենք էլի արդեն գալիս վերադառնում ենք չարամիտ դիտավորությանը։ Ինչ են փորձում անել։ Փորձում են ժողովրդի բերանը փակել նաև այդ ինդուստրիայի բերանը, որտեղ այդ ինդուստրիան, այսպես պահանջող ինդուստրիա է, ինքը պահանջ ունի, հա, որովհետև գիտի, որ պետությունը մենաշնորհ գնորդ է, ինքը չի կարող շատ արագ այս մի ամիս արտադրի հարվածային անընդհատ, այն մյուս ամիսը արտադրի, չգիտեմ, հարթուկ։ Չի կարող այդպիսի բան անել եւ չպետք է էլ։ Չանց հիշում ենք Կոնվերսիան վերջին տարիները կոնվերսիա ենք հիշում, որը լավ կյանքից չէր, հա, պետությունը միջոց չուներ արդեն պահելու այդ ռազմական գործարները, ասում են գնացեք կացա եւ կացայի կափալիչ արտադրեք, հա, բայց մենք չպետք է այդպեսին անենք, քանի դեռ մենք չենք հասել ինքնաբավության բարձր աստիճանի։ Եվ պետք է հասնենք ինքնաբավության բարձր աստիճանի, նայելով մեր սահմաններին։ Մեր սահմանները շատ արագ ցանկացած ռազմական սրման դեպքում փակվում են։ Եվ մենք պետք է հույսերս դնենք միայն մեր վրա։ Ասենք ինչ որ քրիտիկական զինամթերքի մասով դա հրետանային կլինի, հա, հրաձգային կլինի, հակաօդային պաշտպանության զինամթերքը կլինի։ Պետք է մենք տեղում կարողանանք շատ դրանից արտադրել։ Այն ինչ որ կարող ենք։ Դուք ոչ միայն պետք է արտադրել, հա, կամ գնել, բայց պետք է կարողանալ կիրառել։ Դուք մի առիթով ասել եք, որ 2020 թվականին ավելի շատ զենք են թողել պահեստներում, քան մտցրել են մարտի մեջ։ Դա ինչպես տեղի ունեցավ եւ ինչու։ Ուրեմն 20 թվականի պատերազմը իհարկե շատ կարելի դատել թե որն էր պատմության պատճառները, բայց ես կարծում եմ, որ ելքը կանխամտածված եւ կանխորոշված էր, հայև դա արվում էր, ասենք, ելնելով նաեւ քաղաքական նպատակներից այս իշխանության, հա, հրաժարվել Արցախից, հրաժարվել պահանջատիրությունից, այն ժամանակ հմուտ կերպով թաքցնում են, այսօր արդեն չեն էլ թաքցնում։ Եվ ես բերեմ իմ հասարակ իմ օրինակը։ Մենք գնացել ենք զբաղեցրել ենք եղբայրներով, գիտեք, պատերազմին ենք մասնակցել, գնացել ենք զբաղեցրել ենք մի դիրք, որում տեղադրված էր հակատանկային միջոց, ֆագոտ։ Այդ ֆագոտի համար մեր ընկերություններից մեկը ջերմատեսիլ նշանոց ունի սարքած, որը թույլ է տալիս, ասենք, նույնիսկ գետնի ցածր գտնվող տանկը տեսնել, այն իմաստով, որ ասենք, եթե կրակեց, ջերմային հետք է երևում, գոնե տեսնում ես, որ ուղղությունից է կրակում, այսինքն դու մոտավորապես պատրաստ ես այդ կռվին։ Մեր ֆագոտը չուներ ջերմատեսիլ նշանոց։ Եթե գիշերը մեր վրա հարձակվեին, մեր թրթիռները անպետք էին լինելու։
Եվ ես գիտեմ, որ այդ նշանոցները, ասենք 1-2 հատ ուղարկել են Արցախ, մնացած չեն ուղարկել։ Դա մեր արտադրանքն էր։ Մեր արտադրանքը։ Այո, մեր արտադրանքը։ Իհարկե, դրանից մոտապես 1.5 տարի առաջ ես ռազմավարության հանձնաժողովի նիստում վիճաբանություն ունեցա եւ պահանջ էի դնում, որ այդ նշանոցներից արտադրեն այնքան, ինչքան մենք ունենք Արցախում կայան, որ բոլորը ունենան։ Իսկ լավ կռվելու հնարավորություն ունենանք, հա։ Այն ժամանակում գլխավոր շտաբի պետը, որը հետո իմիջիայլոց ծաղրել հենց դա էր, որ դարավ ռազմավարության կոմիտեի նախագահ, դրանից 1 տարի հետո պնդում էր, որ ինչքան պետք է արտադրում են։ Առահատ է։ Պատերազմից ամենչապես հետո Փաշինյանն ասաց, որ հայկական կողմը կիրառել է Իսկանդերը, բայց այն պայթել է 10%-ով։ Ես ճիշտ ասած ֆիզիկայից այնքան էլ լավ չեմ հասկանում, դրա համար խնդրում եմ բացատրել։ Ես չեմ հասկանում ինչպես է դա հնարավոր։ Ուրեմն իր սովորության համաձայն խեղաթյուրում եւ մանիպուլյացնում են, ինչ որ լսել են։ Իմիջիայլոց եթե հիշում եք, այդ արտահայտության հետևանքը դարձավ այն, որ լրագրողներից մեկը գեներալ լեյտենանտ Խաչատրյան Տիրանից հերախոսով հարցեր եւ դա սկսեց ծաղել։ Եվ դա քմծիծաղ տվեց եւ ասեց, որ դա այդպեսի դա աբսուրդ է։ Իրականում կասետային մարտագլխիկով ցանկացած զենք, հա, ցանկացած հրթիռ կամ ռումբ մոտապես մի 10%-ով չպայթելու բան ունի, մաս ունի։ Ինչի համար է դա արվում, որպեսզի զբաղեցնի սակրավորների ռեսուրսը, հա, գետին մնացած ցանկացած չպայթած բան, դա հավելյալ ռիսկ է եւ ասենք քաղաքացիական բնակչության համար կամ հարձակվող առաջ խաղացող զորքերի համար գետին ցանկացած ընկած կտոր, երկաթի կտոր պետք է զգուշ լինես դրանից։ Հիմա այդ նույն այդ Իսկանդերը ես համոզված եմ իմաստը հենց իրեն զեկուցել են, որ 10%-ը հենց այնպես ինչ որ բացատրեցի, 10%-ը մեկը չի պայթում օդում կամ հարվածելու։ Սա գետի վրա մնում չպայթած։ Մանիպուլացվել է դա, հակառակն է դիվասվել եւ իրականում ասենք մեր կան շատ վկայություններ, որոնք տեսել են թե այդ Իսկանդերի փոքր ռումբերը, հա, կասետային ռումբերը ոնց են պայթում, ես տեսել եմ թե ոնց է օդում բացվում։ Մենք մեր աչքի առաջ է դա տեղ ունեցել, էլի Շուշիից մի փոքր հարավ էինք մենք գտնում այդ ժամանակ։ Այսինքն պնդել այդ պնդումը անել դա նշանակում է առնվազն անգրագետ, իսկ եթե իրերի ճիշտ անունով կոչենք, դա կոչվում է խեղաթյուրում եւ մանիպուլյացիա։ Անօթաչու էլի թռչող սարքերի մասին։ Դուք իհարկե ծանոթ եք Չերչիլի հայտնի արտահայտության, որ գեներալները պատրաստվում են նախորդ պատերազմին։ Ես մտավախություն ունեմ, չգիտեմ, որ մենք էլի կպատրաստվենք նույն պատերազմի, ինչ որ եղել է 44-օրյա պատերազմը, բայց մեր թշնամին կունենա շատ ավելի այլ տեսակի զենքեր, հնարավոր է դա։ Ուրեմն 18 թվականի մայիսի 11-ին այս կառավարությունը իր առաջի որոշումներից մեկով հաստատեց ռազմատեխնիկական գիտահետազոտական ինստիտուտի ստեղծումը։ Իհարկե այդ որոշումը պարզ է, պատրաստվել էր ավելի շուտ, հա, դա բխում է ռազմավարական եւ ռազմատեխնիկական քաղաքականության ռազմավարությունից, բխում է ռազմավարության զարգացման պետական ծրագրից եւ դա հենց հաջորդ պատերազմին պատրաստվելու համար էր։ Իհարկե մի քիչ բարձր կհնչի, եթե ասեմ, կամ չի էլ համապատասխան իրականությանը, եթե ասեմ, որ համալրված էր կադրերով, հա, որովհետեւ դեռ գտնվում էր կայացման փուլում, բայց նախանցած տարի այս կառավարությունը իր որոշումներից մեկով այդ ռազմատեխնիկական գիտահետազոտական ինստիտուտը լուծ արեց։ Ինչքան շատ բան են լուծ արել։ Ուրեմն այդ հենց այն գիտական հաստատությունն էր, որը պետք է զբաղվեր հաջորդ պատերազմներին համար նոր ռազմական տեխնիկայի սպառազինության նոր նմուշների մարտավարատեխնիկական բնութագրերը մշակելով։ Այսինքն պետք է վերցնել օրինակ ասենք գլխավոր շտաբի պետի մտահղացումը, մի քիչ առաջ ասացի, ինչ կռիվ եմ ուզում անեմ, հա, եւ ինչ իրենք պետք է ասեն, թե ինչ է պետք հաղթանակի համար, այդ կռվում հաղթանակի համար, եւ այդ ինչը, ինչ բնութագրեր պետք է ունեն։ Արդյոք այն հրթիռները, որոնք որ մենք պետք է հակաօդային պաշտպանության համար մշակենք, արտադրենք, հրթիռ պետք է լինեն, թե անօթաչու սարքեր։ Անօթաչուի դեմ այսօր գիտենք ուկրաինացի կռվում են անօթաչուներով։ Ձեռքից բաց են թողնում, գնում արագ ընթաց անօթաչու գնում օդում կպտում պայթում, հա, եւ ոչինչ չեզոքացնում դրան։ Այդպիսի անօթաչուներ մենք էլ պետք է մշակել լինեինք հիմա։ Ժամանակին դրա տեսական հետազոտությունները արվել է, ուղղորդման համակարգերը մշակվել է եւ գնացել կանգնել է ինչ որ միտեղ, որովհետեւ այն ժամանակվա հակօդային պաշտպանության զորքերի հրամանատարը, վարչության պետը գնացել նախարարին զեկուցել էր, որ
ես մասնագետ չունեմ, որ այդ աշխատանքները կարողանա ուղեկցի։ Ճիշտ է ասել։ Սուտ ասել իհարկե։ Իհարկե սուտ ասել։ Բայց այդ ասելուց հետո այդ մարդը պետք է պաշտոնից ազատվեր։ Բայց շարունակել է պաշտոնավարել դրանից հետո, գեներալի կոչում է ստացել, պատերազմի ժամանակ էլ եղել է հակոբային պաշտպանության զորքերի հրամանատարը, ծանր կորուստներ է կրել, հա, այդ թվում նաև իր ուժերի պաշտպանությունը չկազմակերպելու պատճառով։ Փաշինյանն ասում է, որ շուտով լրագրողներիդ ես ձեզ նախընտրական PR-ի սահմաններում, շրջանակներում ցույց կտամ նոր զենքերը։ Ինչի մասին է խոսքը։ Ինչ որ նոր զենքեր իհարկե կարող է ցույց տալ, հա, եւ տեղական արտադրության, եւ դրսից ներկրված։ Բայց էլի կրկնեմ, արդյոք դա բավարար է հաղթանակի համար։ Հա, որովհետեւ ցանկացած զենք ինչ որ ժամանակ պետք է կրակի։ Դու պետք է իրեն պատրաստ բայց կրակելու, պետք է կիրառման պլաններ ունենաս, կիրառման գոտիները պետք է ունենաս, իմանաս ինչի վրա ինչով կրակես, իմանաս քո վրա ինչով որ կրակեցին, ինչով պաշտպանես։ Հա, հիմա մի օրինակ բերեմ, ասենք 2020 թվականի դեկտեմբերին վերջապես եկավ տեղ հասավ այն հնդկական ռազմական տեխնիկայի առաջի խմբականակը, որը բերեցին ներկայացրեցին, դա հակահրետանային, հակամարտկոցային պայքարի ռադիոլոկացիոն կայաններ են։ Պարզ որ ասեմ, դա այդ ռադիոլոկացիոն կայաններ են, որը թույլ է տալիս հայտնաբերել հակառակորդի հրետանու կրակը, որտեղից կրակեցին եւ ուր էին գնելու, զորքերին նախազգուշացնել կամ թաքստոցներ մտնել, ասենք կրակը, ասենք անկման վայրը կարելի է մոտավորապես 50 մետր շարավով կանխորոշել, կանխագուշակել, հա, եւ թույլ է տալիս նաեւ կառավարել սեփական զորքերի կրակը։ Այսինքն դեռ առաջի կրակոցը արեց հրետանային մարտկոցը, դեռ արկերը գետնին չկաց, կարող է ասել թե ուր կընկնեն, հա, այս պայմաններում, որովհետեւ հաշվարկում է հետագիծը ելնելով իր մտնոլորտի իրական պայմաններից։ Այդ զենքը մենք ունենք։ Այդ ռազմական տեխնիկան ունենք։ Հա, այդ կարող են ցույց տալ։ Բայց արդյոք քանակը բավարար է, որպեսզի մեր բոլոր հրետանային ստորաբաժանումների կրակը սպասարկեն։ Համոզված եմ, որ ոչ։ Ոչ թե կարծում եմ, այլ վստահ եմ, որ բավարար չէ։ Հա, նույնը կարող է վերաբերվել եւ հրետանուն, հա, եւ շարժական հրետանուն առաջին հերթին, որովհետեւ այսօր տեսնում ենք, ասենք անշարժ հրետանին շատ արագ թիրախ է դառնում հակառակորդի, ասենք նույնիսկ միջին հեռահարության անօթաչուներին։ Էլ չեմ ասում, առաջի կրակոցից հետո այդ անշարժ հրետանու տեղը անմիջապես տեղորոշվել է եւ հակառակ կրակ է վարվելու անմիջապես։ Դեռ առաջի արկը գետին չընկած, արդեն քո վրա կրակելու են։ Դու պատկերացրեք երկրորդ կրակելու ժամանակը չունես։ Եվ այլն եւ այլն։ Հետո էլ ճիշտ է, բան են անում, որ 8 միլիարդի զենք են կառել, իհարկե դա սուտ է, ու պարզ է նաեւ, որ ասենք ամբողջ զենքը միտեղ չեն կարող ցուցադրել։ Միտեղում չեն կարող ցույց տալ։ Դուք կարող եք ապացուցել, որ դա սուտ է։ Ինչի հիման վրա եք ասում, որ դա սուտ է։ Այդքան տեղ չկա Հայաստանում այդքան զենք պայել։ Հասկանալի է։ Նույնիսկ մոտապես եթե պատկերացնենք, թե քանի, ասենք, հրետանային կայան են առել, հա, կլինի դա հրթիռային, թե սովորական փողային հրետանի, անպատկերացնել է, որ դրանք ամբողջ է ինչ-որ մի ժամանակ մի տեղում կհայտնվեն, որ կարողանա ասի, որ դե գիտեք ինչ կա, տեսեք, այսքան 1.7 միլիարդ դոլարի հնդկական զենքը։ Դա անպատկերացնել է, դա կլինի նույնիսկ ռազմական հանցագործություն։ Այդքանը միանգամից բերես միտեղ կուտակես։ Ինչի մասին եմ ես երազում, որ ռազմարտությունաբերությունը լինի լոկոմոտիվ այդ ես եմ երազում տնտեսության համար, այդ ես եմ որովհետև մենք Մերգելան ինստիտուտ ենք ունեցել, Ռազդանմաշ են ունեցել, մենք հայերս կարող ենք, չէ, ոչ միայն կաֆե ռեստորան բացենք, այլև կարող ենք զարգացնել լուրջ տնտեսությունը։ Համաձայն եք թե չէ։ Իհարկե եւ մենք հայերս ասելով չպետք է միայն մտածենք Հայաստանի հայերի մասին, հա։ Նույն հակաօթային պաշտպանության բնագավառում դեռ ապրում է այդ մարդը Յոսիֆ Գեորգիևիչ Հակոբյանը, որը հանդիսանում է մոտավորապես պատկերացրեք Խորհրդային Միության հակաօթային պաշտպանության հրթիռների ռադիո գլխիկների, այսինքն ռադիոլոկացիոն գլխիկ, այն գլխիկները, որ ռադիո ալիքներով ուղղորդվում են, հա, գլխավոր կոնստրուկտորը։ Պատկերացրեք, ունեցել են Քոչարյան Սամվել, որը հանդիսացել է Խորհրդային Միության միջուկային զինամթերքի գլխավոր կոնստրուկտորը։ Այսինքն այս գլխիկը կար, ինքը հանդիսացել է, ասենք դրանից, որ բոմբ սարքես գցես գլխիկ կամ հրթիռը գլխին դրես, այդ ամենի գլխավոր կոնստրուկտորը։ Ունեցել ենք լիքը տարբեր այլ մարդիկ տարբեր երկրներում աշխատող, հա, լիքը մարդիկ եկել են Հայաստան։ Այս ընթացքում
Մի մասը մահացել է, մի մասը դեռ կա, մի մասը հիասթափել, հետ է գնացել ուրիշ տեղեր, հա, անձամբ ճանաչում այդպիսի մարդկանց։ Լիքը մարդիկ եկան չկարողացան հարմարվել այս պայմաններին, որ պետք է, ասենք, գնաս գլուխը ջարդես դռներով 10 բյուրոկրատների, որ պետք է գիտեք ինչ կա, այս մի բանը սարքել։ Մենք այն ժամանակ տեղ էինք տալիս, ասենք, կար գրված եւ դա իրականացում էր, օրինակ ասենք ռազմավարության զարգացման պետական ծրագրում, որ պետք է ընկերությունների քանակը այս ինդուստրիայում զբաղված յուրաքանչյուր տարի 10-15%-ով աճի։ Աճել է, չեմ վիճում, բայց աճել է ոչ թե պետական հոգացության շնորհիվ կամ պատճառով, հա, այլ այն պատճառով, որ մասնավոր ներդրողներ կամ խոշոր բիզնեսմեններ, որոնք Հայաստանում ունեն ասենք բիզնես, այլ բիզնես հետաքրքրություն, օրինակ մեկ կա շինարարության բիզնես ունի, մեկ կա գյուղատնտեսությամբ զբաղվում եւ այլն, իրենք հասկացել են, որ իրենց ներդրումը կամ իրենց ունեցվածքը պաշտպանելու համար պետք է ինչ-որ բանել ներդնեն այդ ինդուստրիայի մեջ։ Հիմա շատերը կան, որ չունեն այդպիսի ներդրումներ, արած այդ մարդիկ այն մարդիկ են, որոնց համար մեկ է, այսօր հարկը հային կվճարեն, վաղը հարկը թուրքին կվճարեն։ Իրենց համար մեկ է, իրականում, եւ ես չեմ չափազանցում։ Բայց կան մարդիկ, որոնք չեն պատկերացնում, որ իր մշակած հողը այդ արդյունքը կարող է գա թուրքի իր ձեռքից վերցնի։ Չեն պատկերացնում, որ իր սարքած բնակարանում կարող է գա թուրքը ապրի խլելով այդտեղ ապրող հայից, հա։ Եվ իրենք ներդրումներ են կատարում այդ ոլորտում, ներդրում են կատարում տեխնոլոգիաների, ինդուստրիայի, գործարանների մեջ եւ այլն։ Հիմա պարզ է, որ պետությունը պետք է շուտվանից այդ ներդրումները կատարածել եւ այսօր էլ պետք է ներդրումներ կատարել լինի, բայց արտադրական կարողությունների զարգացման բյուջե չունի։ Թողել է մասնավորի հոգսին։ Մի տարի 20 թվականին այդ բյուջեն կար։ Միջնաժամկետ ծախսային ծրագրով 19 թվականին մշակված 20-ից 22 թվականների համար երամյա ծրագրով առաջին անգամ ներդրել են արտադրական կարողությունների զարգացման բյուջե։ 20 թվականին չգիտեմ ինչ առան, տարան ուր պարտակեցին, հաջորդ տարիներն արդեն դա չի էլ ծրագրավորվել։ Ծրագրավորել է օրինակ փորձանմուշների արտադրություն։ Շատ հետաքրքիր տող է, հա։ 2024 թվականի համար 1 միլիարդ դրամից ավել նախատեսված էր, 25 թվականի համար 1.5 միլիարդ էր նախատեսված։ 25 թվականի այդ 1.5 միլիարդից գիտեք ինչքան են ծախսել։ 31 միլիոն դրամ։ 31 միլիոն։ Մինչդեռ սրանից ուղիղ 1 տարի առաջ վտանախարարը ազգային ժողովում թե կառավարությունում անպագորգոր հայտարարություններ անում, որ կառավարության որոշման նախագիծ են բերել ներկայացրել, որով սահմանվում է այդ փորձանմուշների արտադրության ընթացակարգը։ Այդ ընթացակարգի մեջ ժամանակացույց էր նախատեսված 5 ամիս էր տևում։ Պատկերացնում եք, ասենք հայտից մինչև պայմանագրի կնքումը 5 ամիս էր տևում։ Դրա համար 31 միլիոն դրամ են ծախսել ընդամենը։ Վերջին հարցը 2-3 րոպեում, հա, ենթադրենք հունիսի 7-ին փոխվում է կառավարությունը, գալիս է նոր կառավարություն, որն էլ լինի։ Բնականաբար այս քաղաքականությունը այլևս չի վարելու։ Ձեր ոլորտում որոնք են առաջին, երկրորդ, երրորդ ամենակարևոր քայլերը։ Մենք ընկերներով, համախոհներով սահմանել ենք նպատակ։ Ինչ պետք է լինի, որը պետք է լինի ռազմավարության նպատակը։ Ստեղծել հակառակորդներին անընդունելի կորուստ հասցնելու հնարավորություններ։ Այնպիսի կորուստներ, այնպիսի վնասներ, որ ուղղակի չմտածեն մեր վրա հարձակվելու մասին։ Այսինքն ոչ թե եւ ոչ միայն մատակարարել, ասենք, կռվի համար անհրաժեշտ է, այլ կանխել եւ զսպել։ Քո սեփական ուժն է խաղաղության երաշխիքը։ Ոչ մի ստորագրած թուղթ, ոչ մի արտաքին գործընկերների երաշխիք, ոչ մի նման բան հնարավոր չէ եւ չի կարող ապահովել խաղաղությունը, հարատև խաղաղությունը։ Քո սեփական ուժն է եւ ուժերի հավասարակշռությունն է, որ ապահովել է իրական խաղաղությունը։ Մենք դրա ջատագովն ենք։ Եվ եթե դու չունենաս այդ ուժը, հա, չլինես են, ես ոզնուն միշտ մեջ եմ բերում, հա, բերում եմ այդ օրինակ, եթե չլինես 3 միլիոն սուր եւ թունավոր փշերով ոզնի, հա, քեզ միշտ ցանկություն ունենու, գայթակղություն ունենու, քեզ տրորել անցնել վրայովդ։ Եթե լինենք այդպեսին, նույնիսկ զրահապատ ոզնի պետք է լինենք, հա, բայց սուր եւ երկար փշերով։ Եվ 3 միլիոններ մեր ամբողջ բնակչության թվով եմ ասում, որ այն իմաստով, որ յուրաքանչյուրս պետք է մասնակից լինի, իր անելիքը իմանա։ Իր անելիքը իմանա, հա, մարտի մեջ մտնելու հերթականությունը, իր հերթը, իր անելիքը, իր դերը դերակատարումը, ընդ որում դա պետք է
հստակ գիտակցեն, որ դա իրենց իսկ ապահովության համար է, իրենց իսկ խոճապի չմատնվելու համար է։ Եթե մենք այդպիսի ոզնի լինենք, պատրաստված, մարզված, մենք կունենանք խաղաղություն։ Շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար։ Ձեզ էլ։ Սիրելի բարեկամներ, ես հիշեցնեմ, որ ես զրուցում էի Հայաքվե միավորման վարչության անդամ Ավետիք Քերոբյանի հետ։